Ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, հետևորդներ, հուսամ բոլոր լավ եք, բազմաթիվ SMS-ներ, հաղորդագրություններ ու ինստագրամյան մեսիջներ եմ ստանում իմ ոնց լինելու համար, ասեմ, որ լավ եմ զգում, ոչինչ, էֆեկտը կա Գերմանիայի բուժումներից հետո, ուսի շրջանում ցավերի անկում շատ լավ է, քայլվածքս արդեն ոնց որ նորմալանում է գնալով, երբեմն ունեմ հոգնածություն, դե դրանք քիմիաներից է գալիս, բայց ընդհանուր առմամբ դեպի լավն է գնում հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու, մի երկու խորհուրդ ունեմ տալու բոլորիդ, որ փորձեք իհարկե ինձ վրա աշխատում է դա, ուրեմն ամեն առավոտ inflammation-ը չգիտեմ ոնց բացատրեմ, ոնց որ ավելի օրգանիզմում ինչ-որ բորբոքված բաներ լինելու համար, ինչ պետք է անել։ Նախ առավոտյան մենք հայերս որ արտանում ենք, ունենք կոֆե խմելու սովորություն, որը որ շատ վատ բան է, իհարկե հաճելի է, բայց ինքը շատ վատ բան է, որտեվ կոֆեն ու կոֆեինի հետ կապված ամեն ինչ դա թունավոր նյութ է ու արգելված է մեր օրգանիզմի համար։ Մարդկության համար կոֆեն շատ վատ բան է, ասեմ։ Շատ մարդիկ ասում են ինձ օգնում է, գլխացավս իջացնում է, չգիտեմ, ճնշումս բարձրանում է, ոչ եմ, տես բաներ են ասում, բայց ինքը ոչինչ չունի օգտակար, ասենց ասեմ։ Մեր օրգանիզմը ի ծնե արտադրում է կոֆեին եւ նաեւ արտադրում է նիկոտին։ Այսինքն մեզ ինչքան որ պետք է, մեր օրգանիզմը մեր համար արտադրում է, այսինքն մենք դրանից ավելի ինչ որ տալիս ենք մեր օրգանիզմին, դա վնասակար է։ Այդ մեկ Ուրեմն հաջորդ բանը, որ ուզում եմ ասեմ բոլորդ անեք, ուրեմն ճզում եք երկու հատ լիմոն, առավոտյան, հենց արտանում եք առանց ոչ իմանի։ Ու վրան ավելացնում եք կես թիսպուն, այսինքն թեյ գթալի կեսով կամ մի քիչ ավել, սոդիում բայքարբոնատ, տենց է կոչվում, սոդիում բայքարբոնատ։ Ես հետագայում ցույց կտամ ձեզ, եթե ինչ-որ մեկ ուզում է իմանա ինչ է դա, ես կուղարկեմ ձեզ նկարը, Amazon-ում կա, կարող եք օրդեր անել եւ այդ ամեն ինչը խառնում եք իրար, երկու լիմոն եւ մեկ թեյ գթալից քիչ սոդիում բայքարբոնատ խառնում եք, փրփռում է ինքը, հետո հենց փրփուրը իջնում է, միանգամից խմում եք, ոնց որ օղին եք խմում։ Ու դրանից հետո արդեն մի 15-20 րոպե հետո անցնում եք ձեր ռեգուլար կյանքին, նախաճաշում եք, մյուս, իհարկե բացառում եք կոֆեն, ես խորհուրդ չեմ տա, որ դուք կոֆե խմեք, այդ շատ վատ բան է։ Ուրեմն ինչ է անում այս լիմոնն ու սոդիումը։ Ալկալային հասկացողություն կա, որը որ պարզ ջուրն է իր բոլոր բակտերիաներով, այսինքն լիմոնը ունի իր մեջ շատ մեծ ֆիլտրացման ինչ-որ մի հատ գործոն ունի, որը որ ապացուցված է, որ սոդիումի հետ խառնելու ընթացքում ձեր ամբողջ օրվա հետոյի խմած ջուրը դառնում է հենց այդ ալկալային ջուր, այսինքն դուք նորմալ ջուր եք խմում, բայց քանզի ձեր օրգանիզմում կա երկու լիմոնը եւ այդ սոդիումը, ինքը սարքում է մեծ շատ լավ բան ու ասեմ, օրվա մեջ ունենում եք լավ էներգիա, բնականաբար ձեր տրակովի կլետկեք բան, այդ մետաստազներ, եթե ինչ-որ մարդիկ ունեն եւ այլն, դա նպաստում է դրանց նվազեցմանը եւ նաեւ ոչնչացմանը, հենց որ այդ մոտ բարի խորհուրդ ձեր բոլորի համար։ Իսկ ընդհանուր առմամբ իմ առողջական վիճակը դեպի լավն է գնում, հուսանք ամեն ինչ լավ կլինի, ես արդեն մտածում եմ ինչ-որ պրոյեկտների մասին եւ այլն, այսինքն ուզում եմ անցնեմ իմ ստանդարտ կյանքին, բայց իհարկե դրա համար վաղ է դեռ խոսալը, որովհետեւ փետրվարին գնալու եմ Գերմանիա հերթական ստուգումներին, Աստված տա ոչ մի բան չլինի, ոչ մի լուրջ բան չլինի, այսինքն ինչ-որ բան չի, բայց կարող է եւ լինեն, չգիտենք դրա մասին։ Այցս կլինի 7 օրով, բայց դեռևս պլանավորված է 7 օրով։ Եթե ինչ-որ բան ծագեց արանքում, կերկարի մնալ այնտեղ եւ կշարունակվի բուժումներ։ Էս էլ էս մասով։ Հաջորդը։ Շատ նամակներ եք գրում, որ ստորիներ չեք անում, ձեր առողջական վիճակը ոնց է, հիմնական նպատակը սա էր, որ տեղակ պայեձես, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ամեն ինչ նորմալ է։ Ես ինչպես միշտ պոզիտիվ եմ մտածում, վատ մտքեր չկան, նեգատիվ մարդկանցից փորձում հեռու մնալ, ինչքան հնարավոր է անտեսել,
Իհարկե նրանք միշտ կան մեր առօրյայում եւ այլն, բայց այն որ ասում եմ արդեն ուշադրություն չենք դարձնում այդպես բաներին, մտածում ենք միայն լավը։ Աղոթում ենք Աստծուն, խմում ենք տեղերը ժամանակին, հավատի չենք կորցնում, քայլում ենք առաջ եւ միայն առաջ։ Հետ նայելու ժամանակ չկա։ Կյանքը իրականում շատ կարճ է ու մենք չպետք է մեր ժամանակը վատնենք հիմարների եւ հիմար բաների վրա։ Հենց որ դուք եղեք պոզիտիվ, մտածեք լավ, տրամադրվեք դեպի լավը ու ձեր կյանքում ամեն ինչ կստացվի։ Սիրում եմ բոլորիդ շատ։ Կոմենտներում գրեք, տեսնեմ դուք ոնց եք, ըստ դրա կհասկանանք արդեն։ Շնորհակալ եմ։